Ով է այդ մեկ դրամանոց որսորդը, որը պետք է այլ տեղերում որսանի եւ գամես պահի, դժվար է կռահել։ Այս մասին Զարգերակի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի թեկնածուին, որը ըստ Սամվել Կարապետյանի եղբորորդու պետք է աշխատի մեկ դրամով։ Չափազանց էժան պոպուլիզմ է, աշխատում են ընտրողի էմոցիան գողանալ։ Այդ ընտանիքը երբևիցե չի ապացուցել, որ կարող է անվճար աշխատել։ Ձրի աշխատելը խոստովանություն է, որ լուրջ չեն վերաբերվում պետությանը, ասաց նա։ Նարեկ Կարապետյանը ասել է, որ փետրվարի 12-ին կհայտարարեն իրենց թեկնածուի անունը։ Ստյոպա Սաֆարյանը բացառեց Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի անունները։ Կարապետյանը կարող է լինել, եթե Քոչարյանի պաշտոնավարմաշրջանի նման գտնվի մի ժեկի պետ, որ տակեղծ տեղեկանք եւ գրանցումը խնդիրներ չառաջացնի, բայց նման բան չի լինի։ Շրջանառվում է Կարեն Կարապետյանի անունը, բայց նա էլ շատ թույլ տարբերակ է, քանի որ պաշտոնից զրկվել է եւ գնացել Խոպան, ասաց նա։ Քաղաքագետը նկատեց, որ մեր ձևովի օրակարգում Արցախ վերադարձի հարց չկա եւ արցախցիների մոտ կա հիասթափություն։ Նրանք արցախցիների մի հատվածի ցանկությունների վրա են կառուցել պոպուլիզմը, որոնք ուզում են ապրել Երևանին մոտիկ։ Ասում են, ինչ որ մի շրջան կդատարկեն, չգիտեմ որը, Մասիսը, Եղվարդը, ասաց նա։ Ըստ Սաֆարյանի բոլոր հարցումները ցույց են տվել, որ կա ահռելի տարբերություն քաղաքացիական պայմանագրի եւ նրա մրցակիցների միջև։